Սիրելի հայրենակիցներ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը համաուճ իր ծրագրային դրույթներին և գաղափարախոսությանը մշտապես ժողովրդի կողքին է, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով սոցիալապես անապահով խավին։ Մի շարք նախաձեռնություններ կան, որոնք դարձել են ավանդական, որոնցից է Գայք Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված առողջապահական բարեգործական ակցիան, որը այս տարի մեկնարկեց հոկտեմբերի 10-ից սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքներից։ Էրեբունի բժշկական կենտրոնի առաջատար մասնագետները, ինչպես ամեն տարի, կայցելեն հանրապետության բոլոր մարզեր։ Դրանից հետո առողջապահական ակցիան կմեկնարկի Երևանում, որից կօգտվեն բոլորը, առանց կրոնական դավանանքի կամ քաղաքական հայացքների խտրականության։ Այս նախաձեռնության շնորհիվ հազարավոր քաղաքացիներ, ովքեր գտնվում են ֆինանսական ծանր կացության մեջ, հնարավորություն կստանան օգտվելու բարձրակարգ բժշկական օգնությունից, իսկ առողջական լուրջ խնդիրներ ունեցողները կուղեգրվեն Էրեբունի բժշկական կենտրոն համապատասխան վիրահատությունը անվճար անցնելու համար, ինչը շատ կարևոր է նաև Հայաստանի հեռավոր մասերում գտնվող բնակիչների համար, ովքեր մեծ դժվարություններ են ունենում տարրական բժշկական օգնություն ստանալիս։ Հիմնադրամի բարեգործական ծրագրերը և միջոցառումները լինելու են շարունակական, քանի դեռ հասարակությունը դրա կարիքը զգում է։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և նրա նախագահ Գայք Ծառուկյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու սոցիալապես խոցելի խավին։ Այն շնորհակալանքի և ջերմ ու բարի խոսքերը, որոնք մշտապես ուղղվում են մեր կուսակցությանը և նրա նախագահին, ավելի են ոգևորում շարժվելու այն ճիշտ ուղով, որի վրա գտնվում ենք՝ ի նպաստ հայ մարդու, ի շահ Հայաստանի Հանրապետության։